Բացական ներկայացնում գրավոր հաշվառնելով այն հանգամանքը, որ սույն գործով դատական կազմի նախագահ դատավոր Էմ Անասյանն մեղադրողներից Հարությունյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, նկատի ունենալով այն, որ մեկ այլ քրեական բարույթով այդ ընկերական կապի հաշվառման դատավոր Էմ Անասյանին հայտնել են բացակ, որ ընդունվել է վերջին կողմից, իգիտություն ընդունելով սույն գործով իշխանական ճնշման բարձր ռիսկը, հիմք ընդունելով քրեական դատավարության 7-րդ գլխի մասնապես 66-րդ հոդվածի առաջին մասի կանոնները, ուսումնով բացակ ենք հայտնում դատավոր Էմ Անասյանին և խնդրում ենք այն ընդունել, բացառելով նրա մասնակցությունը Միքայել arczepiskopos Աչախարյանի պաշտպաններ Արազորաբյան, Եսարքսյան, Արոնյան, Պարմենյան, Արտուց զորավություններ։ Պատվաժան դատան նաև ուզում ենք նշել, որ մենք չենք վստահում պարոն Անասյանին, առավել ևս եթե աշխատանքային հարաբերություններն էլ եք աշխատել դատավորի բացակ է հայտնել, իսկական բացակ ընդունել է, մենք չենք վստահում, որ եւ գրեթե համոզված ենք, որ այս գործով պարոն Անասյանը անկողմնակալ չի կարող գտնել։ Ոստի խնդրում ենք բացակ ընդունել։ Պարոն Զոհարյան, ինձ որևէ հանգամանք չի կաշխատում, ձեր խոսքում նշեցիք, որ աշխատանքային հարաբերությունները ինձ կաշխատել են, բայց ես դրով այն պատճառաբանություն դրեցի։ Ամեն դեպքում ձեր բացարձակ միջնորդություն հասկանալի։ Պատվաժան դուք էլ ձեզ խոսքում բացահայտելուց նշեցիք, որ ցանկացել եք առնվազն Երևան անկողմնակալ, անկախ նրանից իրականում ձեր կողմնակալությունը խաթարված թե չէ, բայց դուք գտել եք, որ դատավորը պարտավոր է առնվազն Երևան անկողմնակալ եւ դա է դոմինանտ եղել։ Հիմա այս զգայուն գործով հատկապես կարծում եմ, որ առնվազն Երևան անկողմնակալ Եվս հարաբերությունները պարզապես թույլ չեն տալու հակառակի։ Կայտիր։ Ընդհանրապես ես նույն հանգամանքին եմ անդրադառնալ, այստեղ խնդիրը նրանում չի, որ պաշտպանության կողմը 100% հստակ ներկայացնի դատարանի անաչառ չի այստեղ սիմվոլից կամ չի լինի։ Առնվազն այս բան կա կասկած, այդ կասկածը ունի օբյեկտիվ հիմքեր։ Դատարանը իշխանով որ համոզմունքը հայտնի չի կաշխատում, դատարանի մոտեցումը, դատարանը այդպես է գնահատում, բայց օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից կա կասկած, որ նախագահ դատավորը չի կարող լինել անաչառ։ Հիմա այս հանգամանք երբ որ կա, հետևաբար դատարանը պետք է բացառի բոլոր հնարավոր կասկածներից, ինչի երևական դատարանը նախագահական իրավունքում ուղիղ դրան անդրադարձել բազմաթիվ անգամներ կատարվել։ Հիմա այս խնդիրը նրանում է, որպեսզի ընդհանրապես, տեսեք, որ դուք ասում եք, որ անաչառ կլինեք, մեզ վերջնական չի համոզում։ Այնպես չի, որ օրինակ չեն կարող մտածել, որ կարող է լինել բայց կարող է չլինել այդպես։ Հետևաբար պետք է միանշանակ բացառի, որպեսզի արտադրության խնդիրը նույնիսկ այստեղ չխորհրդի կամ ասենք վնաս չկրի արտադրություն։ Այս հարցում կարծում եմ, որ օրենքը ուղիղ ասում, դատարանը պարտավոր է բացառ, եւ դա առաջին դեպքերից ինքնին վերածը նաեւ որ կանխական վերաբերմունքին կողմից մեկի համար։ Հիմա այն որ դուք կանխական վերաբերմունք ունեք կողմի այն մեղավորի նկատմամբ, դա ի սկզբանե ակնհայտ է։ Իշխանով դա կազդի ձեր վրա։ Պարոն Սարգսյան, ես նախական վերաբերմունք չունեմ կողմից որևէ մեկի նկատմամբ։ Ես ձեզ ի սկզբանե այդ հանգամանքը բացահայտեցի նաև նախորդ գործով ինքնաբացարձակ հայտնելու հիմքերի համակցությունը, առավելապես բաժնի պետով բանականված։ Գիտեք հարցի ինչու՞ն է։ Ես կողմի օրինակը դրեմ են առնում, որ կարող է որևէ դատավորի օրինակ ազգականների, որևէ շահաների դատավորը։ Ինք ասի ինձ չի կաշխանդում դա, բայց դա արդեն իսկ կանխական վերաբերմունք ունի կողմի նկատմամբ, լավ իմաստով։ Դա նորից ինչքան կազդի գործի անաչառության վրա, դատան կարասինքից ինչպես վաղ անգամ որևէ տղայք մասնակցել են չի աշխատում, բայց մենք կասկած օբյեկտիվներ ունենք, քիչում ենք։ Այստեղ գնահատման չափանիշ օբյեկտիվությունն է, այսինքն մենք ինչ որ բան ենք ասում, թե օբյեկտիվ հիմք ենք տալիս, այդ օբյեկտիվ հիմքի վրա կառուցում ենք։ Հետևաբար այստեղ հատկապես այս գործով, երբ որ դուք եք գնահատում վերսամտություններ, ունի բոլորս ենք հասկանում եւ գործերը տարբերակում։ Այս առումով երբ որ ամեն մի թոփիկ նշում է էական ազդեցություն, մենք կարծում ենք այդ կասկածը չպետք է լինի դեպի Արյան պատժում նաև ոստի դատարանի մոտ հարցի հետ կապված ամենտանկիներ չմնա, իսկ նախագահ դատարանը հարցրեց ինչու եք պետք է հանգամանքի մասին գիտեք։ Այդ հանգամանքի մասին գիտեք, բայց մենք կարիք ունենք ձեր հարց ու պատասխան միջոցով
դրա մասին տեղեկություն ստանալ, բայց դրա համար ասեցի, շնորհակալություն բացահայտեցիք։ Մենք նաև անվստահություն ենք դատական կազմի մեկ այլ դատավորի մասով, Պարոն Մարկարյանի մասով, որի հետ կապված նաև բացարկում ենք դրա, որը ներկայացնում ենք։ Բայց քանի որ այս հարցը արդեն բարձրացվեց, դրա համար ներկայացրեցինք այս բացարկը։ Եվ մի բան է, Պարոն Մանասյան, տեսեք, մենք նաև արդեն ենք ունեցել միջանկյալ դատական ակտի վերահսկողության մասով ձեր որոշումը կարդալու, որ այդ բնականաբար համաձայն չի։ Այսինքն մենք այո, դա սուբյեկտիվ ընկալում է, բայց մենք չենք հավատում, որ դուք կարող եք արդար գտնվել եւ արդար դատական ակտ կայացնել։ Մենք չենք հավատում։ Եթե դա այդպես չէ, բայց այն հանգամանքը ինչի մասին դուք ինքներդ ասեցիք, մեզ մոտ ավելի խորացնում է կասկածները։ Եվ դրա համար, ինչպես իմ գործընկերը նշեց, որ նաև արդարադատությունը պետք է տեսանելի եւ դատավորը պետք է նման տպավորություններ չթողնի, իսկ առնվազն այդ տպավորությունը թողնի։ Ուստի խնդրում եմ բացարկան։ Շնորհակալություն։